Բարի երեկո, դուք դիտում եք ժամը լրատվականի կիրակնօրյա ամփոփիչ վերլուծական թողարկումը եւ առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Արտասվում էին կորուստի համար, սգում էին անժամկետ հեռացածների մահը, վերհիշում անցած գնացածը, հաշված վայրկյանները, կյանքի մղձավանջ։ Ինչ է իրականում կատարվել։ Ավերված Վանն ու կիրակնօրյա ժամի պատվերով Վանի մեր գործընկերների բացառիկ տեսանյութը հայոց պատմական մայրաքաղաք Վանից։ Günaydın hanımlar. Günaydın. Geçmiş olsun. Sağ olun. Allah razı olsun. Enkazda akrabalarınızdan Մի քանի տասնյակ հազար դրամ մեքենան տուգանային հրապարակից հանելու համար, զապորոժեցները, տերերը եւ հանգուցյալները, երկաթյա ջարդոններն ու փոսիգայի առեղծվածը։ Ինչու են ողջ մնացածներն արհամարում սեփական ունեցվածքը։ Մեքենաներից մեկի սրահում նույնիսկ ծառ է աճել, մյուսի ղեկն էլ արևից քայքայվել է։ Ամեն ինչ կարելի է սպասել նման վիճակից, թե դեհային առումով, թե մնացած բոլոր առումներով։ Համարանիշը մեկ անձնավորության վրա է գրանցված ուրիշ մեքենայի, ավտոմեքենան մեկ ուրիշ անձնավորության։ Ինչ որ ձևով լսել ենք, որ միտեղ բնակարան առե, բայց որտեղ կոնկրետ չեմ կարող ասել։ Զինծառայողների մասնակցությամբ ավտովթարները, ով է քննում նմանատիպ գործերը եւ ինչու են դեպքի վայրում հակասություններ առաջանում երկու գերատեսչությունների աշխատակիցների միջև եւ անտարբերությունը հայկական մենտալիտետի անբաժանելի մասնիկ։ Շամշյանը ներկայացնում Ուրախ, անամպեր դեմքեր ամենուր, եռուզեռ, շուլուխ ու նարդու շրախկ, հատուկ ընդգծված ջերմ վերաբերմունք։ Խաշը երևույթ, հայկական հինավուրց ուտեստի պատրաստման առանձնահատկություններն ու խաշի սեզոնի բացումը։ Չնայած ասում են, որ խաշը կին չի սիրում, բայց այնուամենայնիվ քչերը կարող են դիմակայել այս բուրմունքին։ Խաշը դա այն կերակրատեսակն է, որը տղամարդը պետք է պատրաստի։ Женя, խաշի պիտի կենան, խաշի շորից։ Առաջի կենացը խաշի դա հարելույսն է, հա, ու չէ, աշձեր։ Դրայվի տեսությունը, Կարեն Կարապետյանի հրաժարականն ու պատճառները, ուր է գնում արդեն նախկին քաղաքապետը եւ ով է լինելու հաջորդ քաղաքապետը։ Ես պատրաստվում եմ տալ հրաժարական։ Ներողամտության հայց ունեմ։ Ինքը ճիշտն ասած հարգեց իմ որոշումը։ Այս որոշմանը արձագանքեց բարդ։ 20 տարվա ընթացքում առաջին պետական այց բարեկամ երկիր։ Նկատեցիք, որ այս նախադասությունը ինքնին նոնսենս է։ Տրամաբանությունը ուշում է, որ եթե երկիրը բարեկամ է, ապա Ռուսաստան պետական այցերի թիվը նորանկախ Հայաստանի պատմության մեջ գոնե 3-ը պետք է լիներ, հաշվի առնելով այն փաստը, որ 20 տարում մեր երկիրը 3 նախագահ է ունեցել։ Սակայն կարելի է առանց երկմտելու ասել, որ հայ-ռուսական փոխվստահելի ու ջերմ հարաբերությունների գագաթնակետը արձանագրվեց մեր երկրի 3-րդ նախագահի օրոք։ Ամենևին էլ չնսեմացնելով մյուս երկուսի դերը երկու երկրի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում, առավել եւս որ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգը պարբերաբար տրանսֆորմացիա էր ենթարկվում ու Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները պահպանվեցին այն ժամանակվա աշխարհաքաղաքական իրողությունների շրջանակում, այդուհանդերձ մեր կոմպլեմենտար քաղաքականության պայմաններում գերտերությունների մեկի հետ եղբայրական հարաբերությունները առավել ամրապնդվեցին այժմ։ Ու թերևս պետական այցի ընթացքում հնչած միտքը թե պետական գործիչների պատմական առաքելությունը նաև այն է, որ ոչ միայն ամրապնդեն, այլև զարգացնեն, ել չեմ ասում չքանդեն դայրով եկածը, ասվածի վառ վկայությունն է։ Ճիշտ է, Ռուսաստանի նախագահի այս միտքը թեև առավելապես ուղղված էր մեր վրաց հարևաններին, այդուհանդերձ արդիական է գրեթե բոլոր дебքերում։ Я очень рад, что нынешний визит, несмотря на его государственный статус, не оказался данью протоколу, а стал еще одним важным и значимым проявлением дружеского отношения и искренней заинтересованности, еще большем упрочении армяно-российских взаимоотношений, имеющих глубокую историческую основу. Задача каждого политика в каждый конкретный исторический период заключается в том, чтобы не разрушить то, что было создано поколениями других людей. Вот я это в полной мере отношу к отношениям, к взаимодействию, к дружбе, которая существовала между Россией и Арменией. Շաբաթվա երկրորդ կարևորագույն կարելի առանց վարանելու ասել քաղաքական թեման Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին խոսակցություններն էին։
Ողջ շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերը, էլեկտրոնային ու տպագիր լրատվամիջոցները հեղեղված էին նրա հնարավոր հրաժարականի մասին լուրերով։ Եվ ինչպես նախկինում, այս անգամ եւս տարբերակների, վերլուծությունների, եզրահանգումների պակաս չնկատվեց։ Մեկ խոսում էին Հանրապետության նախագահի եւ նրա աշխատակազմի հետ քաղաքապետի անախտարելի տարաձայնությունների մասին, մեկ կտրուկ շրջադարձ էին անում դեպի անցյալ, մատնանշելով ինչ-որ ոչ նշանակալի իրադարձությունների փոխկապվածությունը քաղաքապետի հնարավոր որոշման հետ ու այսպես շարունակ։ Ընդ որում գտնվեցին նաեւ լրատվամիջոցներ, որ քաղաքապետի հնարավոր հրաժարականի մասին լուրը կապեցին համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հետ։ Մի խոսքով, Հերբերտ Ուելսն ու ֆանտաստալ գրողներ սեփական երևակայությունը հարստացնելու եւ զարգացնելու համար հաստատ կարող էին վարպետության դասեր առնել հայկական լրատվամիջոցներից։ Թեպետ կյանքը ցույց է տվել, որ ամռանն էլ է ձյուրն գալիս։ Նիլ Արմստրոնգը իջնում է լուսնի վրա, 120 տարեկան հնդիկն էլ ամուսնանում է 60-ամյա նախկին գեղեցկուհու հետ։ Այդուհանդերձ, մի կողմ դնելով այս լուրերի պատկերավոր եւ գեղագիտական մասը, ժամանակը ցույց տվեց, որ առանց կրակի ծուխ չի լինում։ Արմյուզի մեր գործընկերները զրուցեցին Կարեն Կարապետյանի հետ եւ հարցազրույցը լույս սփռեց մամուլում մեկ շաբաթ շարունակ չարչարված թեմայի վրա։ Արկադի Գրիգորյանը Կարեն Կարապետյանի առեղծվածի մասին։ Ալ Պաչինոն այս ֆիլմում Նյու Յորքի քաղաքապետն է։ Ֆիլմն հենց այդպես էլ կոչվում է՝ քաղաքապետարան։ Ինչպես նկատեցիք, Ալ Պաչինո քաղաքապետը լավ հռետոր է, եռանդուն գործիչ։ Գրեթե մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետ ընտրվեց Կարեն Կարապետյանը եւ պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտարարեց, որ մի տեսակ դրայվ ունի քաղաքը կառավարելու համար եւ այդ աշխատանքն իր համար չափազանց հետաքրքիր է։ Մի քանի տասնամյակ անց թերևս ավելի հստակ կերևա, թե ինչ էր ուզում անել Կարեն Կարապետյանը քաղաքապետի պաշտոնում, որոնք էին նրա ճիշտ եւ սխալ քայլերը։ Իսկ առայժմ անցած շաբաթվա ամենակննարկվող թեման Երևանի քաղաքապետի անսպասելի հրաժարականն էր, թեմա, որն իրադարձությունների ռեյտինգ լիստում առաջ անցավ Թուրքիայի երկրաշարժից։ Ինչու։ Ես պատրաստվում եմ տալ հրաժարական, որը պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխման դրդապատճառներով եւ որոշակի անձնական բնույթի պատճառներ կան, որը կարծում եմ, որ հանրությանը դրանով ծանրաբեռնելը ճիշտ չի։ Կարեն Կարապետյանը նաև հավանական համարեց, որ իր հաջորդ աշխատավայրը Հայաստանից դուրս է լինելու։ Մինչ այդ արդեն շշուկներ էին պտտվում, որ բարձր պաշտոն է զբաղեցնելու ռուսական Գազպրոմում։ Երևանի արդեն նախկին քաղաքապետի այս հարցազրույցի ուշագրավ հատվածներին դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ մի քանի կետով բլից անցում նրա 10-ամսյա պաշտոնավարման ընթացքին, առանց մեկնաբանությունների։ Քաղաքապետարան մտնելու առաջին օրն իսկ Կարապետյանը բոլորից պահանջեց նոր մտածողություն, նոր աշխատավոճ, ռուսերենի իմացություն, հրաժարում թղթաբանությունից, նախապատվություն բարձր տեխնոլոգիաների։ Երևանում սկսվեց առևտրային կրպակների ապամոնտաժումը, ինչպես քաղաքապետն էր բացատրում, դրանք այն կրպակներն էին, որ խաթարում են քաղաքի տեսքը եւ խանգարում բնականոն աշխատանքը։ Բնականաբար սոցիալական բողոքի ալիք բարձրացավ։ Քաղաքապետն էլ խոստացավ, որ կապամոնտաժվեն նաև կենտրոնի մայթերի խանութները։ Արգելվեց փողոցային առևտուրը։ Ճիշտ է, առևտրականներին առաջարկվեց տեղափոխվել մինի շուկաներ, սակայն նրանք բողոքեցին, որ տեղի վարձը ձեռնտու չէ։ Մանկապարտեզները դարձան անվճար։ Մյուս կողմից էլ մանկապարտեզների ու դպրոցների բացման ժամ հայտարարվեց 8:30-ը, իսկ բուհերին է 9:30-ը։ Կրկնակի թանկացավ մետրոյի ուղևորցը, 50-ից դառնալով 100 դրամ։ Երևանից մարզեր տրանսպորտը դուրս բերվեց քաղաքի կենտրոնից դեպի ծայրամասերի ավտոկայաններ։ Կենտրոնը բեռնաթափվեց, սակայն ամեն օր Էջմիածնից կամ աշտարակից Երևան աշխատանքի եկողները տուժեցին։ Երևանի հիմնականում կենտրոնի մի շարք շենքեր ներկվեցին տարբեր գույներով։ Նշվածները Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքի հիմնական քայլերն էին։ Վերադառնալով քաղաքապետի պաշտոնում վերջին հարցազրույցին, նա ընդգծեց, որ հրաժարականի որոշումը մեծ դժվարությամբ է կայացրել եւ հերքեց լուրերը, թե իբր հրաժարականը քաղաքական տարաձայնությունների կամ նախագահի աշխատակազմի հետ լարված հարաբերությունների հետևանք է։ Ես շատ եմ հարգում հանրապետության նախագահին եւ իրականում իմ կայացման մեջ ինքը ֆանտաստիկ մեծ դեր է ունեցել եւ ես փորձել եմ իրեն մատուցել այն, որ այս պաշտոնից դուրս գալը դեռ չի նշանակում թմից դուրս գալը։ Կարապետյանը նաև ընդգծեց, որ իր օրոք սկսված ծրագրերը շարունակական են լինելու։ Եվ այդ մշակույթը մտցնել, որպեսզի անձի փոփոխության դեպքում շատ բան չփոխվի, այլ լինի որոշակի համակարգ, մշակույթ, կառավարման, դա շատ կարևոր է։ Բացի մամուլից բնական էր, որ անսպասելի հրաժարականին պետք է որ արձագանքեին նաև սոցցանցերը, մանավանդ որ Կարեն Կարապետյանը Երևանի առաջին քաղաքապետն էր, որ անձնական էջ էր բացել Facebook-ում։
Եվ այդտեղ վերջին 2 օրվա ընթացքում հիմնականում ափսոսանք արտահայտող գրություններ էին, շատերն անգամ հուզական դաշտ էին մտել։ Մի հատված էլ Կարեն Կարապետյանին հորդորում էր չհեռանալ պաշտոնից։ Օգտատերերից մեկն անգամ Արթուր Մեշչյանի ու Ռուբեն Հաղվերդյանի հայտնի երգերն էր տեղադրել։ Լավագույն տղերքը հեռանում են օտարապերում բախտ որոնում Բարև մնաս դու իմ քաղաք եւ փողոց մեր հարազատ Ամեն դեպքում Կարեն Կարապետյանին հաջողություն մաղթելով նույնն էլ ցանկանանք Երևանին։ Ամեն բացվող հարավոր Քեզ երկեմ բերքին Ամեն իջնող երեկո Նորից նոր վառվեն լույսերը Եվ վառվեն քո Նոր քաղաքապետի սպասումներով Արկադի Գրիգորյան, Իրակնորյա ժամերատվական։ Քեզ նվիրելով ողջ մեր սերը Ողջ իմ սերը Ողջ իմ սերը Ողջ իմ սերը Ողջ իմ սերը Ողջ մեր սերը Այնինչ կատարվեց անցած կիրակի սարսափելի էր։ Վարկյանների ընթացքում Թուրքիան ուժգին ցնցվեց, ոչ պակաս ցնցվեց նաև Հայաստանը, իսկ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները վերապրեցին 88-ի մղձավանջը, եւ սա չափազանցություն չէ։ Անջատվել էր կապը։ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավարը ոչ երկում ոչ էլ հաստատում էր հնարավոր նոր վտանգի մասին լուրերը։ Վանից ամեն րոպե իրարամեջ տեղեկատվություն էր ստացվում։ Մի խոսքով, բնակչության խոչապի բոլոր նախադրյալները կային։ Ու հիմա խնդիրը մեղավորներին փնտրելը չէ, քանի որ օբյեկտիվորեն մեր տարածաշրջանում նկատվում է երկնակեղևի ակտիվություն։ Սրանից զատ նույնիսկ համաշխարհային համբավ ունեցող սեյսմաբանները հաստատեցին, որ ամբողջությամբ կանխատեսել երկրաշարժը հնարավոր չէ։ Ավելին, մեծ ուժգնությամբ երկրաշարժերին հաջորդող հետցնցումները պարտադիր են, իսկ թե ինչ ուժգնությամբ կրկին ոչ մեկը չի կարող ասել։ Այդուհանդերձ, Կիրակի տեղի ունեցածը իր հետ բերեց հարցեր եւ մասնավորապես, արդյոք երկրաշարժերի դեպքում բնակչության գործողությունների վերաբերյալ իրազեկվածության աստիճանը բավարար է։ Հարց, որի պատասխանը մասնագետները փորձում էին տալ ողջ շաբաթվա ընթացքում, պատասխան, որը շարքային քաղաքացին զուր փորձում էր ստանալ։ Կարծում եմ, որ սա պատե առիթ է մասնավորապես արտակարգ իրավիճակների նախարարության համար բազմաթիվ լրատվամիջոցների մասնակցությամբ կազմակերպել ցուցադրական ու ուսուցողական վարժանք դասընթացներ երկրաշարժերի դեպքում բնակչության խոչապը փոքր-ինչ նվազեցնելու համար։ Ու մինչ այդ ամենը կիրականացվի, ստիպված պետք է ներկայացնենք հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի վիճակագրությունը ու նաև այն, ինչ հիմա տեղի ունենում Վանում, որտեղ բնակվում են նաև հայկական ծագմամբ շատ մարդիկ։ Մենք Վան ենք գործուղել Վան հեռուստաստուդիայի մեր գործընկերներին, որոնք դեպքի վայրից այժմ կներկայացնեն իրենց տեսածն ու լսածը։ 2010 թվական արճեշ 2011 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի ժամանակով 15:43 րոպեին սեյսմոլոգիական կենտրոններում գրանցվեց հերթական երկրաշարժը։ Հերթական, բայց ոչ սովորական։ Ուժգնությունը 7.2 մագնիտուդ, այսինքն 9-ից 10 բալ։ Էպիկենտրոնը Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգի Արճեշ քաղաքն է։ Տեղի է ունեցել աղետ, խեղվել են հարյուրավոր մարդկային կյանքեր, դժբախտացել են բազմաթիվ ընտանիքներ, եւ այս պարագայում մի կողմ է դրվում ազգային պատկանելությունն էլ, կրոնական համոզմունքներն էլ։ Մենք Արճեշում եղանք աղետի 3-րդ օրը։ Քաղաքի մուտքն է։ Անբացատրելի հոտ, մեքենաների կուտակումներ, իսկ փլատակներին դեռ չենք հանդիպել։ Որքան մեքենան ընթանում էր առաջ, այդքան աղետն ավելի ակնհայտ էր դառնում։ Այս շենքը եղել է ժամանցի կենտրոն հիմնականում ուսանողների ու դասախոսների համար։ 3 հարկը վնասվել է։ Մարդիկ պատմում են, որ ներսում 25 հոգի կա։ Աղետի ժամանակ նրանք հավանաբար իջել են ներքնահարկ եւ չեն հասցրել դուրս գալ։ Հիմնական փլուզումները տեղի են ունեցել Ջումհուրիետ կոչվող փողոցում, որն Արճեշի գլխավոր պողոտան է։ Այնտեղ էին տեղակայված քաղաքի հիմնական եւ կարևորագույն կառույցները։ Ես եկել եմ Ադայաման քաղաքից, իմ հորեղբոր տղային փնտրելու։ Չնայած 4-րդ գիշերն էլ ուսանում, բայց հույսս չեմ կորցրել։ Աղետի 4-րդ գիշերն է։ Տեղատարապ անձրևից ոչ միայն փրկարարական աշխատանքները չդադարեցին, այլև հարազատներ կորցրած մարդիկ շունչները պահած սպասում էին։ Մեր նկարահանող խումբն էլ իր աշխատանքը կատարելուց զատ փորձում էր զորակցել աղետյալներին։
Մեր նկարահանումների ընթացքում հանդիպած բոլոր փրկարարները թուրքեր էին Մուշի, Բինգյոլի, Ստամբուլի եւ տարբեր փրկարար ջոկատներից։ Իրենց իսկ փոխանցմամբ վնասվել արտաշի 40%-ը։ Այստեղ փրկարական աշխատանքները սկսելուց առաջ անջատվեցին բոլոր տեսակի սարքավորումները, որոնցից թեկուզ շատ թույլ ձայն կարող էր լսվել։ Դադարեցվեց մեքենաների ընթացքը, ու փրկարարները սկսեցին բղավել. «Եթե այդտեղ մարդ կա, խնդրում ենք արձագանքեք, ձայն հանեք»։ Մենք էլ սրտատրոփ սպասում ենք, ուր որը մեկը կարձագանքի, թեկուզ դուրս կբերվի գոնե մեկի մարմինը, բայց անարդյունք եղավ։ Մենք վնասված հարկերին ձեռք չենք տա։ Առավոտյան թունել կփորենք եւ կփորձենք հասնել նրանց։ Թուրքերը իմանալով մեր հայ լինելը ոչ միայն լավ ընդունեցին, այլև վիշտը սրտերում չէին մոռանում հիշեցնել, որ մենք հարևաններ ենք եւ պետք է օգնենք միմյանց։ Անգամ նրանցից մեկը հիշեց սպիտակի երկրաշարժի մասին։ Այ քեզ դժբախտություն, ես կորցրել եմ իմ ամբողջ ընտանիքը, որդուս, թոռներիս, հարսիս, ինչ եմ անելու։ Արճեշն ունեցել է 77,000 բնակչություն, ըստ ոչ պաշտոնական տվյալների զոհվել են 550-ը, վիրավորվածների թիվն հասնում է 1450-ի, կան բազմաթիվ անհետ կորածներ։ Աղետի 5-րդ օրն է ինչ այստեղ եմ, կորցրել եմ եղբորս եւ իր ընտանիքին, ես խնդրում եմ Աստծուն, որ նրանց ողջ գտնեմ։ Քաղաքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չի մարել վերջին հույսը, հավատացնում էին փրկարարները։ Երկրաշարժի պահին ես շենքի բակում էի, անմիջապես մտա մեքենայի տակ, որ քարերին չվնասեն, եւ այդ կերպ ինձ հաջողվեց փրկվել։ Կորցրել եմ ընտանիքս, կնոջս եւ երեխաներիս։ 5-րդ օրն է, բայց հույսս չեմ կորցրել։ Փրկարարներն այնտեղից ինչ-որ ձայներ են լսել, բայց միգուցե ջրի կաթիլների ձայներ էին, չգիտեմ։ Չնայած աղետի 5-րդ օրն է, բայց հույսը չի մարել, քանի որ Ստամբուլում երկրաշարժի 8-րդ օրը փլատակներից կենտանի մնացած մարդկանց ենք փրկել։ Միգուցե այդտեղից էլ փրկողներ լինեն։ Արճեշից Վան տանող ճանապարհին ձևավորվել էր վրանային քաղաքը։ Առաջին անհրաժեշտության սնունդ, հագուստ ու այլ պարագաներ մարդիկ ստանում էին ամեն օր։ Եղանք նաև Վան քաղաքում։ Այնտեղ մասնակի փլուզումներ էին։ Քաղաքը գրեթե չէր վնասվել։ Փառք Աստծո չէր վնասվել նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, թերևս փոքր-ինչ թեքվել էր խաչը, միայն թե երկրաշարժի պատճառով եկեղեցին մարդաշատ չէր։ Գյումրիի Վան հեռուստաստուդիա հատուկ Կիրակ Նորիայի համար։ Մեր երկրում ոչ վաղ անցյալում շատերը ավտոմեքենա ունեին միայն թղթի վրա։ Կարծում եմ պարզ է, որ խոսքն այսպես ասած դավերենստյով մեքենա վաճառողների մասին է։ Վերջին տարիներին այդ սկզբունքը կարծես մոռացվել է։ Վաճառողներն են պնդում, որ գնորդը մեքենան ձևակերպի իր անվամբ։ Այդուհանդերձ դեռ կան մարդիկ, որ մեքենան թեև չեն վաճառել վերենշված եղանակով, բայց մեքենա ունեն միայն թղթի վրա։ Մինչև նշելը թե ում մասին է խոսքը, կարճ հարց, կարճ պատասխան։ Որքան կարժենա Զապորոժեց Մագնիշի մեքենան։ $200։ Հիմա ասացեք խնդրեմ, ինչ անի այդ գնի մեքենայի տերը, եթե այն արդեն որերորդ տարին կանգնած է պետավտոտեսչության տուգանային հրապարակում եւ ԶԱՊ-ը հետ ստանալու համար, ասենք $500 համարժեք դրամի տուգանք պետք է վճարի։ Ավելին, Զապորոժեցը $200-ով վաճառելու երաշխիք չկա։ Այդ մեքենայի տիրոջը ոչինչ չի մնում, քան ասել է. թող ձեզ լինի։ Արդյունքում Զապորոժեցների ու դրանց հասակակից մեքենաների ձեռքը կրակն են ընկնում նաև պետավտոտեսչության աշխատակիցները, ովքեր անհույս սպասում են նույնքան անհույս սեփականատերերին, որոնցից շատերն ի դեպ վաղուց մոռացել են, որ նման մեքենա ունեն։ Անցնող շաբաթվա ընթացքում Մարինե Ավանեսյանը շրջել է մեքենաների գերեզմանոց հիշեցնող տուգանային հրապարակում ու տեսել, ինչպես ասում են, ծեր մեքենաներ, փնտրել ու գտել է մի քանիսի տերերին, պարզաբանումներ ստացել ոստիկաններից։ Автомобили, автомобили.
Սա ամենևին էլ եռահարկ ավտոկայանատեղի չէ, ոչ էլ մեքենաների գերեզմանոց, առավել եւս հնաոճերի տոնավաճառ։ Այս մեքենաներից շատերն այստեղ են հայտնվել երկար տարիներ առաջ, դեռ խորհրդային ժամանակներից։ Նրանց հնության մասին վկայում են նույնիսկ պետհամարանիշները։ Մեքենաներից մեկի սրահում նույնիսկ ծառ է աճել, մյուսի ղեկն էլ արևից քայքայվել է։ Այս մեքենաներին միացնում է մեկ հանգամանք, նրանց բոլորին դավաճանել են տերերը։ Տարիներ շարունակ անտերության մատնված մեքենաների ձեռքը, ինչպես ասում են, կրակն են ընկել ճանապարհային ոստիկանությունում, Մոսկվիչ, Զապորոժեց կամ այլ ավտոմեքենա։ Մի անգամ հյուրընկալվել է այստեղ ու տնավորվել, փաստացի խաթարելով Տուգանային հրապարակի բնականոն աշխատանքը։ Հատուկ պահպանվող տարածքի պատասխանատու Մայիս Դավթյանի խոսքով դրանք այստեղ են հայտնվել տարբեր պատճառներով։ Տարածքն այնքան էլ մեծ չէ, շուրջ 1 հեկտար, ապա գործընթացով պայմանավորված խնդիրն առավել լրջացել է։ Ընդհանուր առմամբ այստեղ հնարավոր է տեղավորել շուրջ 300 մեքենա։ Մեքենաները Տուգանային հրապարակ են բերվում տարբեր պատճառներով, ճանապարհատրանսպորտային պատահարների, երթևեկության կանոնները խախտելու եւ այլնի համար։ Պարզ է, որ տեղի խնդիր միշտ էլ կա։ Ինչ պատճառներով են այստեղ մեքենաները հայտնվել ու մնացել։ Բախում, վնասվածքներ, քաղաքացին մտածել է, որ իրեն էլ պիտանի չի մեքենան, ուր տանի, որտեղ տեղավորի ստիպված, թողել է այստեղ։ Որոշ մեքենաներ տեղավորվել են իրար վրա։ Արդյոք վտանգավոր չէ նման իրավիճակը մեր հարցին ոստիկանության ներկայացուցիչն արձագանքեց։ Բարեբախտաբար առայժմ որևէ արտակարգ դեպք չի արձանագրվել։ Ամեն ինչ կարելի է սպասել նման վիճակից, թե հրդեհային առումով, թե մնացած բոլոր առումներով։ Շրջման դեպքեր չենք ունեցել, տեղավորելուց աշխատել ենք այնպես տեղավորել, որ ձեր ասած նման դժբախտ պատահարները տեղի չունենան։ Հնարավոր է մեր հայրենակիցները մտածում են, որ տարիներ շարունակ Տուգանային հրապարակում գտնվող մեքենաների համար պետք է տուգանք վճարեն։ Ճանապարհային ոստիկանությունում հայտարարում են, որ ուշադրություն, նման բան չկա։ Եթե քաղաքացին կներկայանա իր անձահաստատող փաստաթղթով, ավտոմեքենայի փաստաթղթերով, տեղանձնագրով, մենք կհամոզվենք, որ ավտոմեքենան իրանն է, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ ավտոմեքենան կվերադարձվի իրեն։ Ճանապարհային ոստիկանությունում տվյալների բազայից առանձնացվել են մեքենատերերի հասցեները եւ նույնիսկ ծանոթագրեր են պատրաստվել, ավելին ուղարկվել որոշ հասցեատերերի։ Բայց ինչպես ասում են, ակնկալիքները թերևս մեծ չեն, քանի որ մտավախություն կա, որ կարող է այցելենք նրանք ասեն արդեն վաճառել ենք։ Մի անձնավորության գնանք մյուսի տուն, ասեն վաճառել են մի ուրիշ անձնավորության եւ այլ։ Նման մտավախություններ կան։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ խնդիր կարող է առաջանալ համարանիշների եւ մեքենատերերի առումով։ Կան մեքենաներ, որ դրված է հաշվառման համարանիշը, բայց մեր հաշվառումով մեր բազայից դուրս ենք բերում, տեսնում ենք, որ հաշվառման համարանիշը չի համապատասխանում մեքենայի մակնիշին։ Սա էլ մեկ լրացուցիչ խնդրեմ է։ Համարանիշը մեկ անձնավորության վրա է գրանցված ուրիշ մեքենայի, ավտոմեքենան մեկ ուրիշ անձնավորության։ Մինչ ճանապարհային ոստիկանությունը կստանա ծանոթագրերի պատասխանները, մեր նկարահանող խումբը պատահականության սկզբունքով ընտրեց 10 հասցե, փորձելով գտնել 1975-78 թվականների արտադրության եւ 1990 թվականից Տուգանային հրապարակում հայտնված Զապորոժեց Մոսկվիչ մեքենաների տերերին։ Գնացինք Զաքյան 6, պարզվեց, որ նշված բնակարանը վաղուց արդեն ուրիշ հասցեատեր ունի։ Բնակարանը վաճառվել է 20 տարի առաջ։ Վաճառվելուց հետո ոչ մի տեղեկություն չունենք, ինչ որ ձևով լսել ենք, որ միտեղ բնակարան առե, բայց որտեղ կոնկրետ չեմ կարող ասել։ Դրանից հետո լուրեր եղան, որ ինքը արտասահմանամերկն է, թե Ռուսաստան կամ վստահ չեմ, ամեն դեպքում իրան չենք հանդիպել։ Նալբանդյան 110 շենքի 48 բնակարանի տիրոջ հետ ստիպված եղանք շփվել դրան հետևից։ Տարեցկինը ասաց, որ Տուգանային հրապարակում Զապորոժեց մեքենա չունեն, թեև մեզ փոխանցվել էր հենց այդ հասցեն։ Օրբելի 4 բնակարան 7 հասցեում էլ տանտիկինը պարզաբանեց, որ 40 տարուց ավելի այս տանն են ապրում եւ չեն ճանաչում Արթուր Ղազարյան անուն հասկանալով մեկին։ Ավելին ՎԱԶ 2101 մեքենա Տուգանային հրապարակում չունեն։ Տիկինը նշեց, որ հասցեներն այս շենքում իր բնորոշմամբ խուճուճ են եւ շենքի հակառակ կողմում էլ կարելի է գտնել 7-րդ բնակարանը։ Հետևելով խորհրդին շրջանցեցինք շենքը, սակայն ապարդյուն։ Չկարողացանք հանդիպել նաև Մաշտոցի 17 բնակարան 31 հասցեով գրանցված մեքենայի տիրոջը։ Զանգահարեցինք բնակարանի հեռախոսահամարով, սակայն ոչ միայն շքամուտքի դուռը բացող չեղավ, այլև առհասարակ զանգը անարձագանք մնաց։ Դավթաշեն երկրորդ թաղամաս 17 շենքի բնակարաններից մեկում փորձեցին գտնել Զապորոժեց մեքենայի տիրոջը, սակայն ապարդյուն այստեղ էլ բնակարանի դուռը մեր նկարանող խմբի առջև բացող չեղավ։ Թե ինչպիսին կլինի պատկերը հարցումների արդյունքում, կարծում ենք որոշ չափով արդեն պարզ է։ Ճանապարհային ոստիկանությունում պարզաբանեցին նաև այս մեքենաների հետագա ճակատագիրը։ 162 տրանսպորտային միջոցի ցուցակ ունեմ ես այս պահին ձեռքի տակ։ Եթե չեկան չկանգնեցին, մենք պետք է դիմենք դատարան, որպեսզի ավտոմեքենան տիրազուրկ ճանաչվի։
Եթե դատարանը որոշեց ճանաչեց ավտոմեքենան տիրազուրկ, այդտեղ ըստ օրենքի թույլատրելի սահմաններում վճիռ կկայացվի։ Մարինե Ավանեսյան, Նարեկ Եղազարյան, Միլենա Պողոսովա, Կիրակնորյա ժամը լրատվական։ Ժամը Կիրակին նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել էր Հայաստանի էներգետիկա անվտանգությանը, այդ համատեքստում նաև Սարգիս Մարիկյանի աշխատանքին։ Հիշեցնեմ, վերջինը տարիներ առաջ դրամաշնորհային մի ծրագրի միջոցով նախագծել ու կառուցել էր սարք, որը գոմաղբից բարձր կալորիականության բնական գազ է արտադրում։ Սակայն Մարիկյանի աշխատանքում առաջընթաց չէր արձանագրվում, քանի որ սարքի արտադրությունը վաճառքը կազմակերպելու համար միջոցներ չուներ։ Եվ ահա մեր տեսանյութի հեռարձակումից մոտ 1 շաբաթ անց Սարգիս Մարիկյանը զանգահարել է լրագրող Արմեն Աթալյանին ու շնորհակալություն հայտնել Կիրակնորյա ժամին, քանի որ նրա աշխատանքով սկսել են հետաքրքրվել ներդրողներ թե Հայաստանից, թե արտասահմանից։ Armenia TV-ով հաղորդումից հետո սկսվեց նորից զանգերի հոսքը, բավականին էլ գազը թանկացել է, երևի պատճառներ հետ էր։ Մարդիկ կային հետաքրքրվում էին կենսագազի սարքավորման համար, ընդ որում նույնիսկ զանգեր ա եղել Վրաստանի Բագդանովկայի շրջանից, մարդիկ կային, որ ասենք մեծ տնտեսություն ունեն մինչև 70 կով, որ նպատակ էր, որ ասենք 2 եղբայր կամ 3 եղբայր իրար կողքի ապրում են, ձմռան իրանց տունը ջեռուցեն։ Ամեն ասենք 2-3 գյուղի մոտ եթե մի հատ այդպիսի սարք սարքվի, ուրեմն մեծ սարք սարքվի մինչև 2000 կովի համար, հնարավոր է արտադրեն օրական մինչև 3000 խորանարդ մետր գազ, այսինքն մինչև մի 300 ավտոմեքենա լիցքավորեն եւ մինչև 20 տոննա էկոլոգիապես մաքուր պարարտանոթ։ Ճտերի աշնանն են հաշվում արտահայտությունը ուղղակիորեն կարելի է տարածել ողջ գյուղատնտեսության վրա։ Հենց աշնանն են գյուղացիներն ամփոփում աշխատանքը, արձանագրում հաջողություններն ու խնդիրները, հաշվում եկամուտն ու փակում պարտքերը։ Եվ որպեսզի տարվա ամփոփման ժամանակ գերակշռողը դրական ցուցանիշներ լինեն, հողագործը պետք է աշխատի ողջ տարին, ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ Ցանկացած գյուղացի կփաստի, որ առատ բերք ստանալու համար մի քանի կարևոր նախապայման կա, սկսած եղանակային բարենպաստ պայմաններից մինչև սերմնացուի ու պարարտանյութի որակը։ Խնդիրը, որի մասին այսօր կխոսենք, առաջին հայացքից լոկալ է, սակայն նմանատիպ պրոբլեմներ լինում են ամեն տարի եւ ոչ մեկ համայնքում, ուստի կարևոր է հասկանալ, թե բանն ինչումն է։ Եվ այսպես, օրերս որոշ գյուղացիներ բերքից դժգոհ աղմուկ էին բարձրացրել։ Ոմանք ասում էին, թե պատճառը պարարտանյութն է։ Պարարտանյութ արտադրողն էլ պաշտպանվելով ու արդարանալով նշում էր, որ պարարտանյութի անորակության պարագայում խնդիրներ կունենային նաև այն օգտագործած այլ շրջաններ։ Թե ով է մեղավոր եւ ով անմեղ իր ռեպորտաժում կփորձի պարզել Արմեն Աթալյանը։ Իսկ մինչ այդ ուզում եմ անդրադառնալ նաև բերքատվության վրա բարերար ազդեցություն ունեցող պարարտանյութի իրոք վնասակար մի ազդեցության։ Խոսքը գյուղացիների գրպանի պարունակությանը հարվածելու մասին է, որքան ոլորտի պատասխանատուները պարբերաբար հավաստիացնեն, որ պարարտանյութի հետ կապված որևէ խնդիր չկա, փաստերը հակառակն են ցույց տալիս։ Մեկ պարկը այսօր վաճառվում է 10000 դրամով։ Ինչու՞։ La 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 la. Ինչ է պետք առատ բերք ստանալու համար։ Բացրուրակ սերմ, ջուր եւ իհարկե կլիմայական բարենպաստ պայմաններ։ Սակայն կա ևս մեկ գործոն, որն ազդում է բերքի ոչ միայն քանակի, այլ որ ամենակարևորն է որակի վրա։ Մեր հողերը ցավոք հարուստ չեն հումուսով եւ պարտադիր պարարտացման կարիք ունեն։ Աշնանացանի համար գյուղացիները չկարողացան ձեռք բերել անհրաժեշտ քանակության պարարտանյութ։ Դրա պատճառով էլ ֆերմերներից քչերը աշնանացանի հնարավորություն ունեցան, ասում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։ Պարարտանյութի շուկայում արհեստական դեֆիցիտ էր ստեղծվել որոշ պաշտոնյաների սխալ քաղաքականության հետևանքով։ Այսօր մենք ունենք ուրեմն փաստի առաջ կանգնեցինք, որ գյուղացին մանրածախ գինը գյուղացու համար 9-ից 10000 դրամ էր, իսկ գյուղերում նույնիսկ 15000 դրամով վաճառեցին։ Մեկ պարկի գումարը, հա։ Խնդրի լուծումը գուցե տեղական պարարտանյութն է, որը գնային առումով խիստ էժան է ներկրվածից։ Հանրապետությունում արդեն 2 տարի արտադրվում է ազոցեովիդ կենսապարարտանյութ, որը մեր գիտնականների աշխատանքի արդյունքն է։ Այն հեղուկ է եւ պարունակում է հատուկ մանրեներ։ Հայտնվելով հողում դրանք օդից քաշում են ազոտ եւ այդպիսով նպաստում բույսի աճին։ Միկրոօրգանիզմը օժտված է մի շարք հատկություններով, ինքը բացի նրանից, որ հարստացնում է հողը կենսաբանական ազոտով, նաև արտադրում է բնական հակաբիոտիկ, որը ճնշում է շատ հիվանդությունների հարուցիչների աճը։ Պարարտանյութի 1 լիտրն արժե 3000 դրամ, սակայն պետական ծրագրով աղքատ համայնքների համար հասանելի է նաև 2500 դրամով։
Արմավիրի մազի դաշտ համայնքում սակայն այդ պարարտանյութից շատերն են դժգոհ։ Դժգոհներից մեկը Լերմոնտովն է, իր շատ համագյուղացիների պես այս տարի բերք չի ստացել։ Պատճառը նրա կարծիքով նոր պարարտանյութն է։ Էսա բերքն, էսա ծաղիկը, ինչ ասեմ։ Էս պամիդորա, որ բույսը մեծացավ, միշե պարարտանյութ տվի, բերեցինք արդեն բամբանից անցավ։ Խփեցին մեզ 16 լիտր օգտագործեր են 4000 մետրին։ Հա։ Բոլորովին։ Էսի որ շուկա տարվի, որևէ մեկը ասենք սա կամ սա կառնի տանի օգտագործի։ Բնականա չէ, ազեթովիտ այդ բանը տվեցինք էս, բույսը սահմիպիլներ մինչև մետր ու կես Բադրջանը բարձրանում, այսինքն խեղճացավ։ Դեր չտվեց, տվասնելը սես տվեց էլի։ Մենք վերցրել ենք հողից անալիզներ, ուսումնասիրել ենք բույսի վրա կան 25-ից 30 հատ, այնակ պամիդորի բույսի վրա բերք, դա նշանակում է պարարտանյութը աշխատել է։ Պարարտանյութը չպետք է նպաստեր, որ մեծանար։ Պետք է նպաստեր, բայց սերմացությունը պետք է լավը լինի, որ կարողանա նպաստի, եթե ինքը սորտը տենց չի, որ ինքը մեծանա։ Պարարտանյութը ինչ կարող անի։ Եթե փոքր սորտի ծիրանի վրա այդ պարարտանյութը ասեմ, նա չի դառնա շալախ մեծ ծիրան, էլի։ CC95-ի ղեկավար Երվանդ Դալյանը հավաստում է, որ ցածր բերքատվության պատճառն իրենց պարարտանյութը չէ։ Դա է ցույց տվել դաշտ համայնքում իրականացված մոնիթորինգը։ Իդեպ, ազոցիովիտի արդյունավետության մասին են հավաստում նաև Արմավիրի այլ համայնքների բնակիչներ։ Ազոցիովիտի հիմնական արդյունքը, որ ստանում է առողջ փարթամ բույսեր։ Բերքը այնտեղ նշվում է 40%, ես կասեի, որ 50-ից 60% բերքատվության ավելցուկ է լինում։ Մենք անձամբ օգտագործել ենք եւ տարբեր համայնքներում էլ խորհրդատվություն ենք մենք մատուցել տվյալ ազոցիովիտի վերաբերյալ, սեմինարները անցկացվել եւ նորմալ մարդիկ մշակում են եւ արդյունքներ նորմալ տեսել են։ Այս տարի օգտագործեցի ջերմոցների համար, մեկը պամիդոր էր, մեկը բիբար էր։ Բերքատվության առումով մեկ քոլից երևի մոտարապես 4-5 կիլոգրամ, որ դա բավականին մեծ արդյունք էր մեր մոտի հողերի պայմաններում։ Մեր այս զրուցակիցները հավաստում էին, որ ինչ էլ լինի չեն հրաժարվելու ազոցիովիտից։ Մյուսներին էլ խորհուրդ են տալու այն օգտագործել։ CC ղեկավարը նշում է, որ նման մարդիկ շատ կան։ Այս պարարտանյութը բաժանվել է 225 համայնքում, չգիտես ինչի միայն դաշտ համայնքն է, որ դրանից դժգոհում է։ Ինչի՞ է դա կապում։ Ես կապում եմ այդ, որոնք չեն ուզում վճարեն։ Այսինքն հետ պետք է օգտագործեին, հետո վճարեն։ Պետք է օգտագործեին 6 ամիս հետո վճարեին գումարը, նրանք չեն ուզում վճարեն։ Ես միայն դրա հետ եմ դա կապում։ Իմ խորին հավաստմամբ դա ավելի շուտ խթանիչ է։ Այստեղ ասում եմ պարարտանյութ, ես որպես դա իմ կարծիքն է, որ դա կարող է եւ խթանիչ է դիտրոգենի էֆեկտով, որը որ 1952 թվականին դեռ Մոսկվայի Ցիվիլիզացիայի ակադեմիայում փորձարկվել է։ Մարդիկ էլ անհիմն արտահայտություններ են անում, որ դա պարարտանյութ չի, դա աճի խթանիչ է եւ նորություն չի։ Կա Հայաստան Հանրապետության ստանդարտ, որ դա կենսապարարտանյութ է։ Դաշտի բնակիչները սակայն հույս ունեն, որ խնդրին կտրվի իրենց կարծիքով արդարացի լուծում, այսինքն կազատեն պարարտանյութի դիմաց վճարելու պարտավորությունից։ Խորհուրդ կտայի այդ ընկերությանը, ոնց որ միջազգային կազմակերպություններն են աշխատում ֆերմերների հետ, ուղղակի հանդիպել իրար հետ քննարկեին այդ հարցը։ Կլոր սեղանին դեմ չի նաև CC սեփականատերը։ Պարզապես պետք չէ անհիմն նսեմացնել տեղական արտադրանքի անունը, ասում է նա։ Արմեն Աթելյան, Միլենա Պողոսովա, Գևորգ Մանուկյան, Կիրակ Նորյա, ժամլրատվական։ Օրերս սոցիալական մի ցանցում ձեռնարկություններից մեկի աշխատակիցներն իլուր աշխարհի քննարկում էին իրենց գործընկերոջի աշխատանքից ուշանալու պատճառը, ինչի համար վերջինս զրկվել էր աշխատանքից։ Ոմանք նշում էին, թե արժեր հանուն խաշի ուշանալ ու նույնիսկ ըմբոշխնել սխթորի բուրմունքը, ոմանք հակառակ տեսակետի էին։ Մի կողմ դնելով արարողության գեղագիտական մասը պետք է արձանագրել, որ խաշը դարձել է այս սեզոնի պարտադիր ատրիբուտ։ Թերևս շատերն են տեղյակ, որ խաշ կերել են դեռևս միջնադարում, այն էլ աղքատները։ Ասում են հարուստները կենդանի մորթում էին, փափուկ եւ յուղալի միսը իրենք էին ուտում, իսկ ոտքերը դեն նետում։ Աղքատներն էլ հավաքում էին դրանք, մաքրում, ջրում եռացնում ու հագեցնում սովը։ Ժամանակի ընթացքում խաշը դարձավ շատերի սիրած կերակուրը, բացառելով տարիքն ու սոցիալական կարգավիճակը։ Դա բնական է, քանի որ ինչպես նշեցի, խաշ վայելելը վերածվել է մի ամբողջ արարողության։ Ու ինչպես բանաստեղծն է նկատել, ելնում է շտապ հարկավոր հարկը, բախում ես դուռը լցված մի ուրախ անամբերությամբ եւ ընկնում ես մի երկրային դրախտ, ուրախ, անամբեր դեմքեր ամենուր, եռուզեռ, շուլուխ ու նարդուշրախ, հատուկ ընդգծված ջերմ վերաբերմունք։ Որից հետո սկսվում է մի գործընթաց, որը մանրամասն կներկայացվի տեսանյութում, իսկ մինչ այդ նշեմ, որ անկախ ամեն ինչից համոմիտ եմ նշածս ձեռնարկության այն աշխատակիցների հետ, որոնք կողմ էին իրենց գործընկերոջ պատժին։ Չի կարելի թացը խառնել չորի հետ, ամեն ինչ ունի չափ ու սահման։
Վենշապի մեջ հաշվի առնելով նաև հանգստյան օրը եւ առասարակ սեզոնը, Հերմինե Բաղդասարյանը կներկայացնի հայկական կերակուրներից մեկի նախապատմությունը, պատրաստման եւ օգտագործման առանձնահատկությունները։ Մինչև առավոտ 10 կովիվոտ, սաղ շրմյասին, իրար ջանասին, առավոտվեցին, ջրին խանվեցին, իրար խանվեցին, ու եպես խաշը, ամենաճիշտ ճաշը։ Խաշը միայն վայելում չէ, սա հարազատների, բարեկամների ու ընկերների հետ շփվելու լավագույն տարբերակ է։ Օտարերկրացիներին հայկական խոհանոցի այս յուրօրինակ գլուխգործոցը կարող է առանձնապես գրավիչ չթվալ, սակայն խոհանոցի գիտակները հավաստիացնում են, որ խաշն իսկական համադամ կերակուր է։ Ազգային համեղ ճաշատեսակների ավանդույթը գալիս է հնուց, բայց խաշն է, որ պահպանել է պատրաստման ավանդական ձևը, ասում է Երևանի պանդոկներից մեկի ավագ խոհարար ու խաշի մասնագետ Գրիշան, կտրատելով տավարի տոտիկները, որոնք նախապես մաքրել ու մի քանի ժամ պահել է հոսող ջրի տակ։ Լուլայի միսը կտրում ենք, որպեսզի էփելուց հետո շատ հեշտ պոկվի ոսկորի վրայից, ու արդեն մենք սա կարող ենք տանել լցկել կաթսայի մեջ։ Խաշը պահանջում է ուշադրություն, քանի որ համից ոչ պակաս կարևոր է նաև ախորժալի տեսքը։ Դրա համար Գրիշան մշակել է պատրաստման իր եղանակը։ Առանձին եռացնում է զինգերն ու տոտերը, եւ որպեսզի վերջում մաքուր արգանակ ստանա, եռացնում եւ թափում է ջուրը։ Հետո հանում է տոտերն ու առանձին եփում զինգերը։ Խաշը եփելը տևում է մոտավորապես 3 օր։ Քամում ես իհարկե, որ ոչ մի ավելորդ բան չգնա ջրի մեջ։ Քամելուց հետո նորից էլի այդ զինքը մի հատ էլ է ձեռացնում, այսինքն 3 տեսակ բուլյոն ես միացնում մի հատ խաշ ստանալու համար։ Ջրին չեն ավելացնում ոչ աղ, ոչ էլ այլ համեմունք, այդ ամենը միայն ուտելիս, բայց Գրիշան ունի համեմունքներ, որոնք ավելացնում է նախապես։ Սերնա, ժպիտը եւ հոգին, որ դնում ենք այդ պատրաստելու ընթացքում այս խաշի կաթսայի մեջ։ Ահա վերջապես ժամը սպասված։ Նարդին շտապով դրվում է կողքի, ամեն մեկը իր տեղն է գրավում եւ պատրաստվում է։ Լավաշները չոր, ջարդվում, լցվում են խոր քրեղանում, տեղազննվում են աղաման, սխտոր, խաշը գալիս է, օ երանություն։ Խաշը գալիս է, քահրուբար մի խաշ։ Սա ոչ թե բանաստեղծություն է զուտ խաշի մասին, այլ հուշիկներ անցյալից, որոնք բանաստեղծ Դավիթ Հովանեսը գրել է ցուրտ ու մութ տարիներին, մոմի լույսի տակ։ Մինչև օրս էլ սիրում է խաշ եւ ուտում, ինչպես ասում է, թաշախուստով, պահպանելով անգամ ուտելածեսը։ Երբեք խաշը գթալով այն էլ մետաղյա չի կերել։ Իսկական խաշ ուտողը պետք է ձեռքով ուտի։ Սա է համն ու հոտը։ Խաշը չի սիրում ուտել խաշանոցներում, քանի որ ամբողջ հետաքրքրությունը հենց պատրաստման ընթացքն է։ Խաշը հարգող, խաշը սիրող մարդու համար կշտանալը վերջին տեղում է, այսքի տեղում էլ չէ։ Ամբողջ այս նախապատրաստությունը, սեղանի ամբողջ դրվածքը, մթնոլորտը, խոսքերը, կենացները, սա է կարևորը։ Հին օրերի հուշերում կան նաև հայտնի խաշ ուտողների խոսքեր։ Լուսահոգի Սերո Խանզադյանի արտահայտությունն է, որ միշտ խաշի գնալիս հագնում էր խաշի շորերը, մի քիչ ավելի թինթոն թափթփված, որպեսզի ասենք, որան եթե մի բան կաթար կամ մի բան լիներ, նոր շորեր չլինեին, եւ միշտ հայտնի խոսք էր, որ տիկնոջը դիմելով ասել Ժենյա, խաշի պիտի գնամ, խաշի շորերս դուր։ Լավ ավանդույթներից է նաև մինչև խաշ ուտելը մի հատ, ինչպես ասում են, նարդի գցելը։ Հիմա մենք խաշը կմատուցենք սեղանին։ Եթե խաշից հետո մատները կպչում են, նշանակում է իսկականն է։ Նախապես տաքացվում են կավե ամանները, որոնց մեջ լցվում է խաշը, իսկ մինչ այդ գցվում է խաշի սեղանը, որի վրա ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Կա կանաչի, որ նախորդ մինչև խաշը բերել է, ասենք պետքա խմենք, մի բաժակ պետքա խմեն, մի բաժակ պետք է կանաչի ուտեն պանիրով, հետո խաշի հետ պետքա ուտեն բողկը, թթուն եւ սխտորը ասեն, որ ինչի սխտորը, որտեղ ասում են խաշը խոլեստերին է, այս սխտորը խոլեստերինը չեզոքացնում է։ Դե ինչ, խաշի սեզոնն արդեն բացված է։ Ու չնայած ասում են, որ խաշը կին չի սիրում, բայց այնուամենայնիվ քչերը կարող են դիմակայել այս բուրմունքին։ Նաև ասում են, որ խաշը շատ խոսել չի սիրում, ուստի ես անցնեմ բուն գործին։ Չնայած հայերը սիրում են սեղանի շուրջը կենացներ ասել, բայց խաշի սեղանին սովորաբար 3 կենաց է առաջարկվում։ Մեկը ավանդական բարլուսն է։ Առաջին կենաց, ես ինչ լավ գնաց։ Բարելույս։ Հետո խաշ պատրաստողի, վերջում օջախի կենացը, որից հետո անհրաժեշտ է խոնջենք առնել։ Հերմինե Բաղդասարյան, Վահե Եղեզարյան, Կիրակնորիա ժամը լրատվական։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փաստում է, որ վերջին ժամանակահատվածում ավելացել են ավտովթարները Պաշտպանության նախարարության աշխատակիցների մասնակցությամբ։ Ու գրեթե յուրաքանչյուր դեպքում ականատես է լինում հետևյալ իրավիճակին։ Ժամանում են ոստիկանության եւ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնի քննիչները ու պարզելով, որ վթարի սուբյեկտ է հանդիսանում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հրավիրում են համապատասխան նախարարության քննչական վարչության աշխատակիցների։ Եվ սկսվում է անհասկանալի մի գործընթաց, մասնավորապես թե ով պետք է դեպքի վայրում կառավարի քննչական գործողությունները։ Թեպետ պարզից էլ պարզ է նաև սահմանված է օրենսդրությամբ, որ գործի քննությամբ պետք է զբաղվի Պաշտպանության նախարարությունը, այնուամենայնիվ հակասությունների պակաս չի լինում։ Վերջին ժամանակահատվածում Պաշտպանության նախարարության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած վթարներն ու մանրամասները Գագիկ Շամշյանի ներկայացմամբ։ Ժողովուրդ ջան, հոկտեմբեր ամսին հանրապետությունում արձանագրվեց ճանապարհատրանսպորտային պատահարների աճ։ Աճեցին նաև մահվան ելքով պատահարները։ Նրանցում մեծ թիվ կազմեցին Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների մասնակցության վթարները, սակայն ամեն ինչի մասին ըստ հերթականության։ Էլ չինցա ինչ օրոգություններ եկավ, այսպես է լավ ավտոյի վրով, այսպես է դեմից զանեց այսպես է լավ, զանեց իմ Վոլգային, մրթին ու թռավ շրջակ գնաց Էրվավեյան։ Գեղարքունիքի մարզի այս բնակիչը իր ընկերներով վթարի վայրում ինձ պատմում էին, թե այ ախպեր, սենց բան մենակ կինոյում կտենայինք։ Մտնելովս չէր անցնի, որ կարող է սենց բանի ականատես լինենք։ Մեռնելուց պրծանք։ Չնայած որ ընկերներից 4-ին փրկել չէր հաջողվել։ Վերջին տարիներին ամենասարսափելի վթարում։ Հոկտեմբերի 19-ն էր, 0 ժամ 20 րոպեին։ Վարդենից Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրը։ Պաշտպանության նախարարության X զորամասում որպես պայմանագրային զինծառայող ենթասպա 26-ամյա Մեհեր Զարոյանը վարելով ՈՒԱԶ-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկիլ ուղեմաս եւ բախվել Գեղարքունիքի մարզի Ծաղկուն գյուղի բնակիչ 32-ամյա Մեհեր Օհանյանի վարած 06-ին։ Այնուհետև Գեղարքունիքի մարզի Ծաղկուն գյուղի բնակիչ 23-ամյա Ոսկան Բադալյանի վարած 24-ին։ Այն ավտոմեքենային, որտեղ գտնվել են պատմող երիտասարդի ընկերները։ Զոհվեցին նաև եղբայրներ Արկադի եւ Արա Թաթևոսյանները։ Ընդ որում պատահարը ել ավելի ողբերգական էր, քանի որ վթարից ընդամենը 1 շաբաթ անց պետք է տեղի ունենար 25-ամյա Արայի նշանդրությունն ու նորակառույց բացման արարողությունը։ Ընկերներով վերադառնում են գյուղ, նշանդրության հետ կապված որոշ հարցեր լուծելուց հետո։ Վթարից հետո Երևանից դեպքի վայր ժամանեցին նաև ճանապարհային ոստիկանության ծառայության երկրորդ սպայական գումարտակի աշխատակիցները հրամանատար ոստիկանության մայոր Արսեն Արշակյանի գլխավորությամբ։ Մինչդեռ դեպքի վայրում պետք է լինեին նաև Պաշտպանության նախարարության զինվորական դատախազության նշված կայազորի քննիչները, իսկ նրանց հանդիպեցի դեպքից միայն մի քանի ժամ հետո ոստիկանության Մարտունու բաժնի բակում։ Նշածս դեպքից 2 օր առաջ ահազանգ ստացա, որ Խաչիկ Դաշտենցի փողոցում Պարուր Սևակի դպրոցի հարևանությամբ վրաերթ ավտովթար է տեղի ունեցել։ Մի աննորմալ, բարձր արագությամբ հերիք չէ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, մի հատ էլ բախվել է այդ եզրում կայանված Մազդային։ Էս էլ հերիք չի, հարվածել է մի քանի ծառի, հետո էլ մի քանի մետր գլորվելով հայտնվել Պարուր Սևակի դպրոցի բակում, Պարուր Սևակի կիսանդրու տակ։ Մի կողմից լավ է, որ երեխեքը դասի չեն եղել, հաշվի առնելով վախի զգացումները։ Մյուս կողմից վատ է, այդ բարադու արարքը իսկական դաս կլիներ երեխեքին, թե ինչպես չի կարելի վարել ավտոմեքենան։ Մարդ էլ մեքենա ունենա ու վրաերթի ենթարկվի, տենց էլ եղավ։ Իր համար կանգնած Մազդայի վարորդը Թարսի պես էլ Վրաստանի քաղաքացի, վրաերթի հետևանքով հայտնվում է հիվանդանոցում։ Իսկ մեր հերոսը վթարի հետևանքով դասը սկսում է դրանից հետո։ Կար ժամանակ անց դեպքի վայր են ժամանում Պաշտպանության նախարարության մեծ թվով աշխատակիցներ, որոնք BMW-ի վրայից թռցնում են համարանիշները։ Ու հենց դեպքի վայրում անմեղ գարան նման հայտարարում, թե եսով է այս վրաերթ վթարի պատճառը։ Ինձ էլ համոզում, թե ախպերս նենց նկարի մենք կադրում չերևանք, բայց ոնց նկարում էի չէր ստացվում, քանի որ 4 կողմս ՊՆԱ-ականներ էին։ Աղետ կարելի է, բրտում ես, բա ինչ կանեմ, բրտել եմ չէ։ Աղետը 7 անգամ ասին, գնացեք ու մեկնարում 7 անգամ ասին, բայց 7 անգամ կային։ Մոտ 3 ժամ մտնացրի հենց դեպքի վայրում։ Մինչև ժամանեցին Պաշտպանության նախարարության քննիչները։ Հերիք չի ուշացան, մի հատ էլ հայտարարեցին, որ այդ իրանց գործը չի, քանի որ վիրավորների մեջ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ չկա։ Բայց այստեղ խեին Պաշտպանության նախարարության աշխատակիցները փորձում BMW-ի վրայից հանել համարանիշները, չէին պատասխանում։ Սակայն, ինչպես ասում են, փաստեր, ու փաստերով ապացուցվեց, որ այդ տունը շինվածը BMW-ի վարորդը X զորամասի աշխատակից է։
Էն էլ նյութատեխնիկական վաշտի ավտոտրանսպորտային ջոկի հրամանատար։ Ու մինչ ռազմական ոլորտի քննիչները դրա մեջ համոզվելով սկսեցին զբաղվել գործով, մութը ընկավ։ Հետո սկսեցին ինձնից նկարներ ուզել, թե մութա, բան չի երևում։ Ես էլ թե այդքան բազարի տեղը զբաղվեի գործով։ Բայց ամենաուշագրավը այն էր, որ Պաշտպանության նախարարության աշխատողները փորձում են դեպքի վայրում մարդկանց համոզել, թե իրենց աչքի տեսածը, այսինքն մեր տեսածը ցնորք է։ Գիտենք, որ Պաշտպանության նախարարության շնորհիվ է, որ ապրում ենք անվտանգ ու մեր տղաներն են հենց ամուր պահում մեր սահմանները, հենց առաջին գծում։ Այ որ վերը բերվածս դեպքերում էլ Պաշտպանության նախարարությունը ցուցաբերի նման մոտեցում լրիվ լավ կլինի։ Արագածոտնի մարզում էր, հերթական ողբերգական ավտովթարներ տեղի ունեցել։ Զոհվեցին երկու երիտասարդ, որոնցից մեկը ժամկետային զինծառայող էր եւ տան մինուճար տղան, երկուսն էլ համագյուղացի, երկուսն էլ համադասարանցի, երկուսն էլ հասակակից, որ եղբոր տղաներ։ BMW-ով դուրս են գալիս ճանապարհի երթևեկելի հատվածից բախվում ծառին, որի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է առաջանում։ Փրկել չի հաջողվում։ Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քննիչները, ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի աշխատակիցների հետ միասին։ Հենց դեպքի վայրում պարզվում է, որ մեքենան վարել է ժամկետային զինծառայողը։ Այս դեպքն էլ է ընկնում քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի տակ։ Սակայն մի քանի ժամ էլի բազար է գնում, թե ով պետք է վթարի վայրում քննչական փորձարարական աշխատանքներ իրականացնի։ Անկամ Վերամբարձ կռունկի վարորդն է զայրացած ուզում հեռանալ։ Հենց տեղում կապվեցի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանի հետ, ով հայտնեց, թե իմ քննիչը դեպքի վայրում է, սակայն իրենք իրավասու չեն զբաղվել այդ գործով։ Պետք է զբաղվի Պաշտպանության նախարարության քննչականը այդ գործով։ Հետո կապվեցի Պաշտպանության նախարարության քննչական վարչության պետ Արմեն Հարությունյանի հետ, որն էլ իր հերթին ասեց, որ հանձնարարել է Կայազորի քննչականի պետին։ Ի վերջո ժամանեցին Պաշտպանության նախարարության քննիչները, սակայն մարդիկ երկու ոտը մի կոշիկի մեջ դրած պնդեցին, որ իրենք անելիք չունեն, ու էշկուժն ու կուլան մնաց ոստիկանության քննիչի վրա։ Գործն էլ ավարտվեց 30 րոպեում։ Այդ ձեր ցավը տանեմ, եթե 30 րոպեում գործը պետք է ավարտվեր, ինչի է 7 ժամ ջուր ծեծում։ Ջահել տղերքն էին ափսոս։ Վերջին դեպքն էլ ասեմ, պրծնեմ, չչարաշահեմ ձեր համբերությունը։ Խաչատուրովը վարելով ավտոմեքենան ընդհարվել էր ծառին։ Այս լուրը որ տվեցի news.armena.tv.com-ով մեռան զանգելով, ասում եմ, չէ, այս ձեր իմացած Խաչատուրովը չի, չնայած որ առնչություն ունի Պաշտպանության նախարարության հետ, ժամկետային զինծառայող է, ծառայում էր Էջմիածնի զորամասերից մեկում։ Տղան Մերսեդեսով միասնիկյան պողոտայում Բելաջոյի մոտ չի կարողանում տեղավորվել շրջադարձի մեջ, դուրս է գալիս դեպի ձախ ու ընդհարվում ծառին։ Այս խեղճ ծառայի վրա իսկականից որ գալովի է։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով Վահրամ Խաչատուրովը մահանում է։ Իսկ նրա ուղևորը, նույն զորամասի ժամկետային զինծառայող Ռաֆայել Ալոյանը հազիվ փրկվում է։ Ու հարվածն այնքան ուժեղ է լինում, որ հաստապուն ծառը արմատախիլ անելուց հետո ավտոմեքենայի վրայից պոկվում ու մոտ 5 մետր դուրս է շպրտվում մեքենայի գազի բալոնը։ Ուշագրավն այն էր, որ ոստիկանները մեքենայի սրահում հայտնաբերեցին նարգիլե։ Հավաքվածներն էլ դեպքի վայրում ինձ պատմեցին, որ երբ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից, վարորդի ձեռքում բռնած է եղել նարգիլեի փողրակը։ Ողջ ընթացքում դեպքի վայր չժամանեց մեծն ապան։ Իսկ երբ զանգով ժամանեցին Պաշտպանության նախարարության ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, հենց դեպքի վայրում նրանք իմանալով, որ վթարի ենթարկվածները Էջմիածնի զորամասի ժամկետային զինծառայողներ են, ասացին, որ գործով պետք է զբաղվեն իրենք։ Սակայն չգիտես ինչու 10 րոպե հետո նրանք հեռացան դեպքի վայրից, առանց որևէ քննչական փորձարարական աշխատանքներ կատարելու։ Հետագայում պարզվեց, որ մահացածն ու վիրավորը ինքնակամ լքել էին ծառայության վայրը։ Իդեպ, հենց նման մի դեպքի լուսաբանման ընթացքում ուշագրավ մի դեպք եղավ։ Որոշ մարդիկ, օգտվելով առիթից, որ հանրապետության նախագահը երկրում չի, ելի շքանխմբով էին պտտվում, սատանի համարներով, ավելի ստույգ 06 660 տարբեր սերիաների համարներով գնում էին դեպի Արարատ, հավանաբար Գրիգոր Լուսավորչի տաճար, երևի թե խաչը պատճելու ու իրենց բազմաթիվ մեղքերը քավելու համար։ Քավլիցի։ Գագիկ Շամշյան հատուկ կիրակնորաժամը լրատվականի համար։ Հայաստանը մեկ օրգանիզմ։ Այս վերտարությամբ տեսաշարը այսօր կփոխարինի մեր ավանդական դարձած 3 լուրին։ Մի պարզ պատճառով, որ անգամ եթե հաղորդումը դարձնենք ասենք 3 ժամ, չենք կարողանա արտացոլել շաբաթվա իրադարձությունների հեղեղը։ Եվ այսպես,
Նախընտրական պայքարը սկսվել է, ու այդ է վկայում քաղաքական համեմատաբար մանր կուսակցությունների ակտիվությունը։ Իսկ ապացույցը գործունեությունը սառեցրած ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի Հանրապետականի միանալու ցանկությունն է եւ ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի սիրախաղը Հայ ազգային կոնգրեսի հետ։ Ու եթե տարիներ շարունակ Հայրիկյանը կոշտ քննադատում էր Հանրապետականին, իսկ Կարապետյանը Հայ ազգային կոնգրեսին, ապա այս շաբաթվա իրադարձությունները նորից վկայում են, որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել։ Չկան մշտական բարեկամներ, կան մշտական շահեր, Չերչիլի թեզը շարունակում է ապացուցել կենսունակությունը։ Այսօր կայացավ Հանրապետական կուսակցության կազմակերպված միջազգային տնտեսական համաժողովը։ Համաժողով, որն իր ծավալներով, բովանդակությամբ եւ անկեղծությամբ աննախադեպ էր նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում։ 7 ժամվա ընթացքում արդյունավետ քննարկումների, առաջարկությունների եւ դիտողությունների պակաս չնկատվեց։ Մասնակցում էր կուսակցության մոտ 350 պատվիրակ, ինչպես նաեւ անվանի տնտեսագետներ եւ հյուրեր Եդիննայա Ռոսիա եւ Եվրոպական ժողովրդական կուսակցություններից։ Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նաեւ գործող կառավարության գործունեության արդյունքը թվերի լեզվով։ Դրանցից մի քանիսն իրոք ուշագրավ են։ Եվ այսպես 2008-2011 թվականներին իրական հատվածի ներդրումների ծավալը կազմել է մոտ 460 միլիարդ դրամ։ Արդյունաբերության ոլորտում 2010 թվականի եւ 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսի ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 9.7 եւ 12.8%, որը 2004 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշն է։ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանի կառավարությունը իրականացնում է հստակ եւ հետեւողական տնտեսական ծրագիր, որի շնորհիվ մեր երկիրը միջազգային ասպարեզում կգրավի իր ամուր տեղը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ապահովելով բարեկեցիկ եւ արժանավայել կյանքի մակարդակ։ Մենք պատրաստական ենք ապահովելու տնտեսական բարեփոխումների շարունակականությունը, միաժամանակ ձևակերպելով եւ առաջադրելով նոր նպատակներ, նոր ծրագրեր, որոնք թելադրվում են արագ փոփոխվող աշխարհի կողմից։ Սատանա է հայտնվել Երևանում։ Այս վերտարությամբ հոդված էր զետեղվել կայքերից մեկում, որում նշվում էր, թե Երևանի անհասկանալի ու մեքենայախեղտ երթևեկությամբ այլևս զարմանալու առիթ չկա եւ աննորմալության աստիճան նորմալ է, երբ մեքենաներն անընդհատ ազդանշում են, իսկ հետիոտն ընկնում անիմների տակ։ Սակայն պարզվում է, որ զարմանալու առիթ դեռևս կա, քանի որ օրը ցերեկով Երևանի կենտրոնական փողոցով ադրբեջանական պետհամարանիշով մեքենա է շրջում։ Իհարկե, ճանապարհային ոստիկանները պետք է հետաքրքրված լինեին այս արտարոց երևույթով, սակայն երևի թե մեզպես զարմացել են ու իրենք իրենց հարցրել. լավ է մեքենան հո երկնքի չի ընկել, սահման է անցել, չէ՞։ Իսկապես, ինչպես է այս մեքենան հայտնվել Երևանում։ Հարց, որի պատասխանը կփորձենք ստանալ գալիք շաբաթվա ընթացքում։ Այսքանը, հետևեք նաև Միմինո շոուին, իսկ մենք կհանդիպենք նոյեմբերի 6-ին ուղիղ ժամը 20-ին։ Առողջություն եւ ամենայն բարիք։